Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, ես Հայկա Ալոյանն եմ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ՈՄԱ հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովին։ Պարոն Վարդանով, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Քննարկելու բազմաթիվ թեմաներ ունենք, բայց անդրադառնանք սկզբում գմբեթների կառուցմանը։ Շարունակում եք գմբեթներ կառուցել, պարոն Վարդանով։ Դե գմբեթները մենք չենք էլ դադարել, ճիշտն ասած։ Ուղղակի քանի որ վայրը հաճոց շատ եղավ թուրքերի կողմից, որ մենք հարձակվելու ենք պատրաստվում, դա իհարկե աբսուրդ է, այդ փայտա հողային փոսով ենք հարձակվելու իրանց վրա, ասենք փոսա եւ գերաններով եւ անիվներով, ասենք շինություն է կառուցվում, որ հեշտ չսպանվի մեր զինվորը։ Այդ վայրահաճոցը ոնց որ ասած էստաֆետան վերցրեցին մեր որոշ հայրենակիցներ, համոզված են, որ հիմարաբար ոչ թե ասենք նենգաբար, բայց դե եթե ամեն հիմարության ու ամեն թշնամու կամ հակառակորդի ասենք վայրահաճոցին անդրադառնայինք, մենք հիմա պետք է չպլախ լինեինք, Ադամի նման ասենք ման գայինք, մի հատ թզի տերև մեր վրա կպցրած նիզակ էլ չունենայինք, որտեվ այդ նիզակն էլ կարող է ինչ-որ մեկի համար ագրեսիայի դրսևորում լինել, էլի։ Կարճ ասած գմբեթները սարքվում է, այս ինչ սկսել ենք կառուցել արդեն 340 հատ կանգնացրել ենք, մի 120-110 հատ դնենք, կլինի այն մինիմումը, որ ես խնդիր եմ դրել, ասենք եւ կազմակերպության անդամները ընդունել են այդ խնդիրը, մնացածն թող պետությունը անի, մնացած 4200 հատը։ Իդեպ բավականին լարված էին ձեր հարաբերությունները պաշտպանության նախարարության հետ։ Հիմա ինչ վիճակում են, հա, փոխհարաբերությունները կան արդյոք այդպիսին ու ինչ ձևով են դրանք դրսևորվում։ Լարվածություն կար, բայց այդ լարվածությունը գալիս էր որոշ բյուրոկրատների չհասկանալուց, որ նույն գործն ենք անում ու իրանցից փող չենք ուզում, նույն գործն ենք անում զուտ դրա համար, որ իրենց ծառայող զավակները, դե բյուրոկրատների զգալի մասը տարիքով են մի քիչ, իմ տարիքի կամ ավելի ջահել, շատ ավելի ջահել, բայց արդեն ծառայող որդիներ ունեն։ Այնքան հիմար էին, որ իրանց իշխանության մանոպոլիան իրանց կարծիքով խալխլվում էր, իրականում վերջը սկսեցին հասկանալ, որ նաև իրենց զավակները, իրանց քույր եղբայրների զավակները, իրանց մյուս ազգականները այդ գմբեթի մեջ մտնելով դժվարախոցելի թիրախ են դառնում օդում իշխող թուրքական անօթաչուների համար։ Դե եկավ սաղ իրա տեղը նստավ, էլի։ Էլ բանա, այտենց խոչընդոտներ չկա, այն դեպքում, որ խոչընդոտները անօրինական էին։ Որտեղ մենք ոչ մի անգամ առանց մի քանի անգամ Պաշտպանության նախարարության զինծառայողների խնդրելու իրենց տիրույթ չենք մտնում, որտեվ իրենց տիրույթը դա առաջնագիծ է, իսկ առաջնագիծը դա ենթադրում է սոցիալական, ասենք, անվտանգության փաթեթ այդտեղ աշխատողի համար, իսկ գմբեթ կառուցողները սոցիալական փաթեթ չունեին անվտանգության, դա ունի զինծառայողը։ Դրա համար մենք միշտ անհավես ենք մտել Պաշտպանության նախարարության տիրույթ առաջնագիծ, միայն ու միայն տեղի հրամանատարության բազմաթիվ մեզ համոզելու, խնդրելու դեպքերից հետո, էլի։ Պարոն Վարդանով, իսկ բանակի հետ փոխհարաբերություններն ինչպիսին են, արդյոք մասնակցություն ունենում եք, օրինակ սահմանային հատվածներում մարտական հերթապահություն իրականացնում են ՈՄԱ անդամները, թե ոչ, երկրապահը գիտենք, որ անդամները իրականացնում են։ Դե բանը, մենք համատեղ մի քանի զորավարժություններ ենք անցկացրել, համատեղ նկատի ունեմ պաշտպանության նախարարության մեջ ընդգրկվելով ժամանակավոր, ասենք մենք ռեզերվիստների, պահեստայինների զորավարժություններ ենք անցկացրել եւ հետագա մարտական հերթապահություն դիրքերում, ընդհանուր առմամբ ես շատ դժգոհ եմ այն ռեզուլտատից, որը որ ստացվել է, որովհետև մենք ավելի լավ կարայինք աշխատեինք, խոչընդոտներ են եղել որոշ բյուրոկրատական, որոշ մարդկանց իրենց պարտականությունները չկատարելով,
ասենք արդյունքը եղավ, որ ոչ թե 10 օր են պարապել, այլ պարապել են 6 օր, 7 օր, ոմանք 5 օր, որտեղ զինկոմիսարիատը ժամանակին չէր հասցնում այդ անձնակազմը բերեր տեղ հասցներ, ովքեր որ պիտի ընդգրկվեին այդ պայեստազորայինները, մեկի աշխատանքները, ասենք ստիպել, որ ինքը 2 օր ուշ գա, մեկի ընտանեկան վիճակը, կարճ ասած, զինկոմիսարիատների ավելի շուտ խնդիրների պատճառով բավականին դժգոհ էի ես, բայց նման բարձրության արդյունք ոչ մի դասընթաց այդ 25 օրյա պաշտպանության նախարարությունը չի կարողացել ունենա առանց մեր մասնակցության, էլի։ Մեր մասնակցությունը ապահովված է, երբ որ լինում թղթով, թամասով, համապատասխան որոշումներով գլխավոր շտաբի պետի, մենք ոչ թե ավելի գրագետ ենք, ուղղակի մենք ունենք ինստրուկտորներ, հրահանգիչներ, ովքեր որ հենց դաստիարակչական աշխատանք են անում, մշտապես, իրանց գործառույթն է։ Եվ մենք բաժանելով ոմայականների մեջ պարտականությունները, մի մասը դասընթացներ էին անցկացնում, մյուսները ապահովում էին այդ դասընթացը եւ այդ անձնակազմի հետ մարտական հերթապահության դուրս եկան, կարճ ասած հրահանգիչներ ունենալը 10 տարուց ավել մեծ փորձ հրանգչային դասընթացային բերում անդրան, որ մենք կարողանում ենք լավ ռեզուլտատ ստանալ, լավ նկատի ունեմ ոչ թե քաղաքացին Ռեմբոյա դառնում, ոչ, ուղղակի ինքը ավելի քիչ է կանոնները խախտում, ասենք հարբեցողության ոչ մի դեպք բանը դուր չենք տալի, որ տեղի ունենա, ընդհանրապես սպիրտնոյ արգելելով, պայքարում ենք ցանկացած բանը ազդեցության ու ներթափանցումների դեմ դրսից, նկատի ունեմ, չգիտեմ, աղբերները գան տեսնեն, ելով կդիմանա, էլի ասենք, մի 7 օր, 10 օր չեն կարում աղբերներին չտեսնեն, որովհետև երբ որ կուրսանտը 24 ժամ 7 օր 24 ժամ ռեժիմով դասընթացների մեջ է, ինքը չպետք է շեղվի ոչ մի բանի վրա եւ մենք էդի մաքսիմալին մոտ կարողանում ենք ստանալ, որպես հետևանք մեր մոտ ավարտած այդ 7 օրյա, ասենք կամ 10 օրյա, եթե մարդիկ կարողանում են ժամանակին գան դասընթացները, իրենք մի քիչ ավելի գրագետ են լինում մարտի դաշտում, քան այն մարդիկ, ովքեր որ գալիս են 4-5 օր աշխատանքային, օր շաբաթվա մեջ 6 ժամից ավել դաս չեն անում, մենք չենք խնայում կուրսանտներին, ռեզերվիստներին եւ իրենց գլխանց հայտարարում ենք դուք 24 ժամ պարապելու եք։ Պարոն Վարդանով, իսկ մեր բանակը ինչ վիճակում է։ Պաշտպանական գծերը, եթե այդպիսիք ունենք, խրամատները, մեր ռազմական անձնակազմերը, հոգեվիճակը, ընդհանուր առմամբ, եթե ընդհանրական գնահատականը տաք։ Գիտեք ինչ, մեր բանակի խնդիրների զգալի մասը գալիս է անդրանից, որ մենք ժամանակին կառուցել ենք սովետական բանակի կրկնօրինակ, որտեղ մարդը մետաղից դետալի դեր էր խաղում մեքենայի մեջ, բոլցիկի, վինցիկի, ինքը մարդ որպես միավոր չէր, եւ մարդակենտրոն չէր աբսոլյուտ, էլի ասենք, այն բանակը, որ մենք կառուցել ենք։ Հիմա փորձում ենք դարձնենք մարդակենտրոն, իր բոլոր բացասական հետևանքները վերցնելով, չվերցնելով մարդակենտրոնության, ասենք, դրական պահերը։ Ինչի հետ է։ Մենք բերել ենք այն վիճակի, որ սերժանտը կամ զինվորը վախենում է զինվորի վրա գոռա։ Անկամ այն վաղ, երբ որ ինքը կարգապահ չի, ինքը դասընթացներին ուշադրություն չի դարձնում եւ դեպքեր ա եղել, որ բանը բողոք ա գրել զինվորը, որ ին վրա գոռացել է շատ մոտիկ գտնվելով եւ դատախազություն ա գնացել եւ ես նյարդային ստրես եմ ապրել եւ այդ բողոքը գնաց է ասել ա դատախազություն եւ գործը ընթացք են տվել, այո։ Հա, այդ բանը մենք պիտի հասկանանք, որ բանակը դա ոչ մի դեպքում մարդու բոլոր իրավունքների մասին չի։ Բանակը առաջի հերթին մարդու ապրելու իրավունքի մասին է։ Ի վերջո օրիորդների գիմնազիա չի, հա, որպեսզի նկատողության համար այո, ես դրա հետ վարված։ Առաջի եւ գլխավոր
իրավունքը բանակում դա մարդու ապրելու ողջ մնալու իրավունքն է եւ բանակը այդ մարդու ապրելու իրավունքը կատարելուց բազմաթիվ պարտականություններ է դնում մարդու վրա, որ դու պիտի կարողանաս արագ վազես, որ քո կյանքը պահպանվի, դու պետք է կարողանաս դիպուկ կրակես, որ քո կյանքը պահպանվի, դու պետք է կարողանաս խրամատի մեջ արագ ցատկես եւ պարկես հատակին ճիշտ դիրք ընդունես, որ քո կյանքը պահպանվի, դու պետք է ուշադիր լինես, որ օդում չհայտնվի քեզ խոցող ինչ-որ թռչող սարդ, օդաչիով կամ առանց օդաչուի եւ դրա հաշվին քո կյանքը կպահպանվի, դու պետք է ուշադիր լինես, որ հաշվի առնես ինչ մետրի վրա է, ասենք հակառակորդի զենքը կրակում, որ քո կյանքը պահպանվի, այսպես տարբեր բաներ, մարդակենտրոնը, այո, բանակը կամած դառնում, բայց չափը անցնում է, էլի, ասենք հիմա սերժանտական համակարգ են ուզում մտցնեն անգլիական, որտեղ սերժանտը 1.5 սանտիմետր հեռավորության վրա պահում է իր դեմքը զինվորից, մատով չի կտնում, բայց անենց է գոռում, որ դեպքեր ա եղել, որ բարձր գոռալուց թաղանդ է վնասվել անգլիական եւ ամերիկյան զորքերում։ Իրական փաստեր եմ ասում, որ ականջի թաղանդը վնասվել է զինվորի, երբ որ սերժանտը շատ մոտիկ կանգնել ականջի մեջ հրաման է գոռացել։ Մենք վերցնում ենք այդ կրկնօրինակում ենք այդ փորձում ենք կրկնօրինակենք այդ սերժանտական մոդելը հաշվի չառնելով, որ այնտեղ սենց բաներ կա։ Երբ որ մարդու պաշտպանները, մարդու իրավունքների պաշտպանները ներթափանցում են բանակ, իրենք բան են անում, ինչի զինվորի 5 գրամ կարտոշկեն կամ միսը չի դրվել 100 գրամ մսի փոխարեն 95 գրամ ա տրվել եւ այլն նման զեկույցներ էին կազմում եւ տեղին ա որ չգողանան, բայց ուշադրություն չէի դարձնում, որ այս զինվորի կյանքը պահպանելու համար այս զինվորը պետք է այս ժամից այս ժամը վազեր, այս ժամից այս ժամը դասի նստեր, այս ժամից այս ժամը վարժանքներ աներ, սովորեր կոշիկները իր վերանորոգեր, որովհետև մարտի դաշտում, երբ որ կոշիկը ճղի, կոշկակար չի լինելու, որ գա կարի, եւ չի լինելու, ասենք, պահեստապետ, որը այդ ճղվածը կվերցնի ու իր վրա գորգռալով թազեն կտա։ Անհրաժեշտ զինվորին գիտելիքները, որ չէին տրվում, այդ դրա վրա ուշադրություն չէին դարձնում Հելսինկյան, մարդու իրավունքների եսիմինչ, sense տարբեր կազմակերպություններ կային, չէ՞։ Այո, պարոն Վարդանов, ճիշտ եմ հասկանում, որ այս իշխանությունների հռչակած բանակը բարեփոխում ենք անշեղորեն այդ հայտարարությունները իրականում նպատակին չեն ծառայում։ Այսինքն իրանք կծառայեն, եթե մարդու իրավունքների սանդղակը ճիշտ դասավորվի։ Օրինակ նայեք, այսինքն հիմա արչի ծառայություն են մատուցում բանակին։ Դե մեր կոնստիտուցիան էլ է այդպես։ Մեր կոնստիտուցիայի մեջ գրված է, որ գլխավոր իրավունքը մարդու դա ապրելն է, կյանքը։ Չէ, ընդ էտումա ձայնի իրավունք, եսիմինչի իրավունք, ոնց իրավունքներ է տարբեր էտում, բա ապրելու իրավունքը մարդը չունի։ Բայց եթե այս բոլոր իրավունքները անգամ հակասում են կյանքին ապրելուն, դա արդեն այնքան էական չի, որովհետև այս ձայնի իրավունքը ժուրնալիստը պետք է ունենա։ Օրինակ, ժուրնալիստը բարձրաձայնում է, որ ստեղով անցան, ասենք, ռազմական մեքենաները, ինքը իրավունք ունի, չէ՞ դրա մասին ասել։ Նայած որ պարագայում։ Ցանկացած պարագայում այսօրվա կոնստիտուցիայով ինքը իրավունք ունի ասի, որ ստեղից մեքենաները անցան եւ այլն կամ շարքով զինվորները անցան եւ իրանք վատ են հագնված, կոշիկները ճղված է եւ այլն, կարևոր հարց է, չէ՞ բարձրաձայնում։ Բայց իր բարձրաձայնելու արդյունքում այնտեղ հարված է լինում հենց այդ նույն կալոննային, ոչնչացվում են, ասենք, հայ զինվորները ու այս մարդուն պատասխանատվության չեն ենթարկվում, որ ինքը իր իրավունքը, խոսքի ազատության իրավունքը իրականացնելուց վտանգել է եւ արդյունքում ոչնչացվել է մարդկանց ապրելու իրավունքը։ Պարոն Վարդանов, Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ ուղիղ եթերով ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մասին է հայտարարում, ինչի մասին ենք խոսում։ Ես չգիտեմ ով ինչ է հայտարարել, ասենք կոնկրետ անուններ չեմ ուզում տամ,
երբ որ այդ հայտարարությունները հնչում էին, ես առաջնագծում էի եւ ծանոթ չեմ այդ հայտարարություններին, բայց որ ռազմական գործի հետ, ռազմական գաղտնիքների հետ, ինֆորմացիայի աղբյուրները որոշակի սահմանափակումներ պիտի ստանային բոլոր լրատվամիջոցները, այլ ոչ թե թողեինք մեր ինքնացենզուրայի։ Դա միանշանակ է։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, որքանով ես տեղյակ եմ, Անգլիայում ոչ մի հատ թերթ չի փակվել։ Ոչ մի հատ։ Սաղ թերթերը աշխատել են ձայնի իրավունք եւ այլն, բայց գոյություն է ունեցել ցենզուրա։ Դե այստեղ արդեն Ցենզուրան խոսքը գնում է աշխատել է։ պետություն եւ լրատվամիջոցներ Եվ համագործակցության մարդիկ մասին, են ինչը եղել, որ չկա։ դատվել են, չի փակվել լրատվամիջոցը, բայց հոդված գրողն է դատվել կամ խմբագիրն է դատվել, որը թույլ է տվել, որ այս ինֆորմացիան գնա, այն դեպքում, որ այս ձկնորսների մասին սյուժետը, որ դուք տվել եք, այս ձկնորսները նաև, ասենք, բան էին անում, պարեկային ծառայություն էին անում, ասենք, ծովում, որպեսզի բանը գերմանական նավերը մոտենալուց իրենք ափից գտնվելով 10-20 կիլոմետր հեռավորության վրա ավելի մեծ հավանականություն ունեին չնկատվելով որպես ռազմական օբյեկտ նկատեին գերմանական նավերը եւ սուզանավերը եւ հաղորդեին, ասենք, բան։ Պարոն Վարդանов, ես հասկանում եմ ձեր խոսքի բովանդակությունը, բայց հասարակության մի հատված կա, որը շատ մակերեսային է իր լսածում եւ ընկալումներում, ու հիմա լրագրողների վրա հավելյալ բացասական բան եք Չէ, նետելու։ լրագրողների վրա չի, դրա մասին չի խոսքը։ Փաստեր կան ու ես կադրեր եմ տեսել, երբ որ բացայտ չէր կարելի այդ կադրերը գցել։ Բացայտ չէր կարելի։ Իհարկե Բայց նման բաներ լինում են, բայց գրաքննության մասին է խոսքը, որ մարտական գործողությունները երբ որ սկսում են, իսկ որոշ գործերի վերաբերյալ մինչև մարտական գործողությունները սկսելը, պիտի գաղտնիության չղարշ լինի։ Օրինակ, մենք այդ հարցում էլ բանը մի քիչ դեգեներատիվ ենք, էլի, ուղեղները մեր լավ չի աշխատում։ Թուրքերի դիրքերից նայում ես հայկական դիրքը երևում է։ Թուրք բանը ժուրնալիստը գալիս է, իրանց դիրքերը նկարում է։ Այդ փակված երկրում, ավտորիտար, եսի ինչ, բոբո երկրում։ Մեր դիրքերում, որ թուրքը տենում է, որտեղ է այդ դիրքը, հեռադիտակով նայում մարդկանց դեմքերն էլ է տեսնում, իսկ անօթաչուն հանում է նույնիսկ ներսի կառուցվածքն է տեսնում ու տեսնում է տուֆից է, թե տուֆից չի, տուֆերը ցեմենտով կծրած են իրար, թե չէ, այդ դիրքը նկարանելը գաղտնիք է։ ճիշտ է, այդ բանն էլ կա, Իսկ պարադոքսը։ ռազմական տեղաշարժը, երբ որ նկարում եւ համացանց են գցում, ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկում այդ լրատվամիջոցին։ Ցենզուրա չկա օրգան, որը պատերազմող երկրում իդեպ 89 թվականից չհայտարարված պատերազմի մեջ է Հայաստանի Հանրապետությունը, սկզբից որպես բնակչություն սովետական միության մի հատվածում բնակվող, հետո անկախանալուց հետո արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Պատերազմի մեջ փաստացի գտնվելով մենք չունենք գրաքննության օրգան, որը որ անհրաժեշտության դեպքում մարդկանց նախազգուշացնի, որոշակի դասընթացներ անցկացնի ժուրնալիստների հետ։ Երևի լսել եք, որ պարբերաբար մեր ժուրնալիստներին տանում են բետոնից շինություններ են տարբեր ցույց տալի եւ ասում են չի կարելի նկարել։ Արդեն ժուրնալիստները հավեսել չունեն գնալու, որտեղ գալիս նայում են, դե բետոնա, շատ են տարբերում, բետոնի մարկան, մեջը ինչքան արմատուրա, բան։ Ես տեղյակ եմ, որտեղ ես այդ ամեն ինչը, ասենք, կողքով անցնելուց նկատում եմ, բացի այդ բանը համապատասխան գրքեր եմ կարդացել։ Բայց ժուրնալիստը ըսկի նկար չի կարում անի քցի։ Իսկ թուրքերը իրանց վայրագությունների նկարներն են անգամ քցում։ Ինչի համար։ Դու քո բետոնը ցույց տալով կար մի քիչ դուխ կտաս քո ժողովրդին, որ տղուն ուղարկելու է գա բետոնացածք, հողով ծածկված եւ այլն շինության մեջ է պատերազմելու, ոչ թե բաց դաշտում։ Ոնց որ թուրքերը այդ կադրերը ինադու գցում են, չէ՞, ոնց են բաց դաշտում մեր տեխնիկան, մեր բանը զինվորներին, պարոն Վարդանов։ պրոպագանդայի համ բան լավ պատկերացում չունի մեր որոշ պոակների եւ տարբեր գերատեսչությունների հասարակության հետ կապերի վարչությունները։
չունեն էլի համապատասխան կվալիֆիկացիա եւ տրամաբանություն, որ էսի պետք է ցույց տաս, որ քո ժողովուրդը մի քիչ դուխով լինի, գոնե իր երեխու մասով, էլի ասենք երեխուն աղերգում։ Հա, ինքը կարող է գա անձամբ բաց դաշտում էլ տարիքով մարդ, հա, բաց դաշտում կռվի, բայց իր երեխուն ուղարկելուց արդեն բաց դաշտ չի ուղարկի։ Բայց էդի ցույց տալով դու դուխ կտաս, բացի դրանից, էդի քո շինարարության ընթացքում թուրքը այսենց հերադիտակով նստել նայել է, հաշվել է ամեն քառակուսի մետրի վրա քանի հատ արմատուրա է գնացել, բետոնը մեշալկի բանը ծանրությունից գիտակցել է, ասենք, ինչքան բանը հաշվարկ արել, ինչ ցեմենտ ես բերել, քանի կուբամետր ես բերել լցել, այդ քո լցրած խտության հաշվին կարա նույնիսկ հաշվարկի բանը կուբատուրան իմանալով ինչ մարկայի բետոնը այդ բանը արմատուրեքին մեջ լցրած, ուզում եմ ասեմ ինքը մաքսիմալ ինֆորմացիան ունի դրանից, ու դու գաղտնի ես պահում դա քո հասարակությունից։ Իմ մոտս մի հատ հիմար միտք է առաջանում, միգուցե այնքան էլ հիմար չի, կարող է քո բաց թողումներն ես թաքցնում քո բնակչությունից, կարող է քո սխալներն ես թաքցնում քո բնակչությունից։ Այն ինչ որ պետք է գաղտնի լինի, դա գաղտնի, չգիտես խի չի, չկա ցենզուրա, թեկուս ուրիշ անվան տակ, չկա, օրինակ մինչև հիմա ինչի պիտի ոչ պետական լրատվամիջոցը Ադրբեջան բառ ասի, ինչի համար, դա պիտի պետական որոշակի ծառայություն հավաքի բոլոր խմբագիրներին, ինտերնետ, չգիտեմ, թուղթ, հեռուստացույց, բոլորին հավքի ու ասի ժողովուրդ ջան, հոդուկ դեբիլ չեք, պետական հիմնարկը, որ ասում է Ադրբեջան, չգիտեմ, հմեկը, ես իմով, չի կարա ինքը ուրիշ ձև ասի։ Մի հատ բացեք իրանական լրատվամիջոցները նայեք, ոչ պետականները, գրեթե բոլորը չեն ասում Ադրբեջան, ասում են Բաքվի Հանրապետություն։ Ինչի դուք Բաքվի Հանրապետություն չեք ասում։ Ոչ պետական լրատվամիջոցները մենք գիտենք, որ ուղղորդվում են Իրանի իշխանական վերնախավի կողմից։ Հա, համաձայն եմ, Հայաստանում իշխանությունը բայց Արցախը չկա։ ճանաչում է Ադրբեջանի մաս։ Մի րոպե, Իսկ Ադրբեջանը դա այդ Մի պետության րոպե, միջազգային մի անվանումն րոպե, է։ Դուք փորձում մի եք րոպե, անընդհատ լրագրողներին մեղադրել մի բոլոր րոպե, մեղքերը լրագրողների մի վրա րոպե, բանանել։ ես լրագրողների դնել։ չեմ մեղադրում, ուշադիր լսեք իմ ասացի մեջ։ Ես ինձ չլսողներին եմ մեղադրում, դա լրագրողներն են, թե ասենք այն վարչը։ Իշխանությանն ուղղեք ձեր այդ խոսքը, թող իրենք առաջինը, Մի իրենց րոպե, ես արբանյակները։ չվերջացրեցի։ Լրագրողներնի, որ ինձ չի լսում մեկ, թե պետական ատյանը լինի, որը լրագրողների հետ խոսալուց, իսկ ավելի շուտ խմբագիրների հետ, ասի ձեզ ով է պարտադրում, որ դուք չեք ասում Ադրբեջան, կարաք ինձ բացադրեք, կարող է սիրում եք Ադրբեջանը, եթե սիրում եք, մենք բան չունենք ասելու, ազատ երկիր է, կարաք սիրեք, կարաք հետը տեղաշորել մտնեք, դրա համար եք Ադրբեջան ասում, բայց եթե դուք Հայաստանի շահերն եք պաշտպանում եւ մաքսիմալ ուզում եք ասենք թույլատնեք այն երկրներին, ով որ կրակում է ձեր ընտանիքի անդամների վրա, ձեր ազգականների վրա, ասեք Բաքվի Հանրապետություն, լսեք այս խեղճ Վարդանովը քանի 14 տարի է նույն բանն է ասում։ Պարոն Վարդանով, ձեր առաջարկը իրականում լավն է, բայց Լավ չէ, ադրբեջանցիներին ճիշտն է։ Ինքը կարող է լավը չի, բայց ճիշտն է։ լավ, ենթադրենք ճիշտ է։ 18 թվականին, երբ որ առաջի անգամ այդ երկրի մի մասի վրա հայտնվեց Ադրբեջան բառը, դա Նուրի Փաշայի զոյանքերով դրված բանն էր, անուն էր, որովհետև իրանք պլաններ ունեին Կասպից ծով դուրս գային երկու ուղղություններով, հարավային Կովկասով եւ Իրանով, Այո, դա եւ Իրանի Ադրբեջանի վրա աշկ ունեին։ հիմա էլ ունեն։ Հիմա էլ ունեն, Պարոն բա մենք Վարդանով, խենք իրենց աջակցում, կարաք ինձ Պարոն բացատրեք։ Վարդանով, ուղղակի մի ճշտում կուզենայի անեինք ու շարունակեինք, ադրբեջանցիներին ու թուրքերին սիրողները գիտենք հստակ հասցեներում են նստում, լրագրողները այն հատվածն է մեր հասարակության, գոնե ընդդիմադիր, հա, հատվածը, որոնք փորձում են իրենց Այդ ընդդիմադիրների մոտը չլսա մի հատ, որ գրեն Բաքվի Հանրապետություն։ Բա եթե սիրող կա, դուք այդ սիրող, մի րոպե, իսկ եթե սիրող կա ու այդ սիրողին դուք բանը ընդդիմադիր եք, դոխի չեք ասում Բաքվի Հանրապետություն, Բաքվի բռնապետություն, խի չեք ասում։ բռնապետություն է։ Ուրեմն շոտակի դուք թուրքերին ընդառաջող եք, շուզենալով
չգիտակցելով, դուք ասելով ես ձեր կորպորացիայի հետ եմ, ժուրնալիստների կորպորացիայի հետ եմ, էլի ասենք համխարության պրոֆսայուզի պրոֆեսիոնալ կոլեգաների հետ։ Վարդանով բանակի խնդիրների մասն էինք ուզում զրուցել։ Էդի մի մասն է։ Չէ, պայքարը, Հիշում եք Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողներին շատ բան պայքարը կարատեի նման է։ Երբ որ բանը մենք հիմա թուրքերի հետ arm wrestling կպնենք, իսկ ինքը մեզ համ ձախ ձեռով է խփում, համ ոտով է խփում, ու մենք մենակ այդ մի ձեռով խփենք, մենք կլինենք հիմար։ Ինքը բոլոր վերջույթներով խփում է։ Հայաստանի բոլոր խնդիրների մեջ լրագրողներն են։ Դուք նայել եք, քանի լրատվամիջոց է ասում Արևմտյան Ադրբեջան եզրույթը Հայաստանի մասին խոսալուց։ Օկուպացված Արևմտյան Ադրբեջանը քանի լրատվամիջոցը Բաքվի հանրապետությունում այդ ձևով դիմում Հայաստանի հանրապետության մասին խոսալուց։ Բոլոր լրատվամիջոցները, որովհետև բոլորն էլ հրահանգվում են Բաքվի, Ալիևի օֆիսից, ում համար է դա հարցը։ Էդի նշանակում է ինքը մեզ ձախ ձեռով խփում է, իսկ մենք չենք խփում։ Խի։ Դե որովհետև իշխանությունները միայն էլի բեռը գցում ենք ուրիշի վրա։ Կարող է ձեզանից շատ բան չի հետում։ Ասեք Բաքվի հանրապետություն։ Պարոն Վարդանև, կոնկրետ ձեզանից ինչ է պակասելու։ Հայաստանի ներկա իշխանությունը։ Ձեզանից ինչ է պակասում, չէ՞ որ իշխանությունից ոչ մի բան չի պակասում։ Ինչ է պակասում, որ ասեք Բաքվի հանրապետություն։ Ոչ մի բան չի պակասում, ինձ համար խնդիր չկա, բայց մեղքը դնել համայնքի վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանը թուրքերին եւ ադրբեջանցիներին շատ է սիրում, գներեք մի քիչ չափազանցեմ։ Ձեզ եմ ասում, կոնկրետ խիչ եք դուք գոնե իմ հետ խոսալուց ասում Բաքվի հանրապետություն։ Իմ հոդվածներում ես գրում եմ Ալիևի բռնապետական ռեժիմ։ Իսկ իմ հետ խոսալուց եք ասում Ադրբեջանի։ Որտե միջազգային անվանումն է։ Միջազգային դուք դիվանագետ եք, որ միջազգայինին նայեք։ Ոչ, ես լրագրող եմ։ Կարող է վերջը լրագրող եք հայկական եւ Հայաստանի շահերը ձեր համար կարեւոր են։ Ինձ համար առաջնային են, պարոն Վարդանով, պետք է ճանաչելով այդ ուրեմն ամենակիչը այն որ arm wrestling ենք թուրքերի հետ կպնում, ինքը ձախ ձեռով մեզ խփում, հա, իրանց լրագրողներով։ Մի խփողել դուք դարեք։ Մենք խփում ենք, պարոն Վարդանով։ Դրա համար իրենց կայքերում նաև իմ գրած հոդվածների ուրեմն վերջը գալու եք Բաքվի հանրապետության, հա։ Պարոն Վարդանով, կպատասխանեք իմ հարցին։ Մեր բանակի վիճակը ընդհանուր առմամբ ինչ չէ, իմ հարցին պատասխանեք, նոր շարունակենք։ Ինչի բանակին չի օգնում կոնկրետ իմ արչև նստած, ասենք լրագրողը։ Էս հիմա լուրջ եք ասում։ Այո, այդ հարցում։ Չէ՞ որ բանակին կարելի է օգնել աջ ձախ ձեռով եւ ոտքով։ Դուք մենակ աջ ձախ ձեռով եք օգնում։ Իսկ ոտքով, ասենք Բաքվի հանրապետություն ասելը չեք անում, խի։ Ինչի։ Ասեմ ինչի։ Որովհետեւ դուք ձեր գրչի ուժը չեք գնահատում։ Չեք պատկերացնում ինչքան ուժեղա խոսքը։ Եթե դուք դա պատկերացնեք, թեկուզ թուրքերին նայելով, որ իրանք Հայաստան չեն գրում, գրեթե միշտ գրում են Արևմտյան Ադրբեջան, կամ գրում են, ասենք, օկուպացված ադրբեջանական տարածք, Ադրբեջանի կողմից նվիրված Երևան, եթե դուք դա տեսնեք, ու պրիտոմ նաև իրանց օպոզիցիոն որոշ թերթերի մոտ երևի կգիտակցեք, էլի։ Չկա, պարոն Վարդանով, Ադրբեջանում ընդդիմություն չկա։ Չէ, Ադրբեջանի այդ բռնապետությունը, որը որ դուք էլի նորից Ադրբեջան եք կոչում, այնտեղ իրանց տարածքից դուրս ապրող լրատվամիջոցներ ու ժուրնալիստներ կան, որոնք էլի նույն ձևով ասում են, որ Երևանը նվեր ենք տվել բանին Հայաստանի Հանրապետությանը։ Ես մեկի հետ խոսալուց նույնիսկ Գաջիևի հետ ասեցի, բա որ նվեր եք տվել։ Ուրեմն մերն է, չէ՞ արդեն։ Լավ, ընդունենք նվեր եք տվել։ Ուրեմն մերն է, չէ՞։ Ինչ կապ ունի նվեր եք տվել, թե չէ։ Հիմա մերն է, ուրեմն Հայաստան է, չէ՞։ Խեղճը հարկապնգավ։ Գաջիևին որտեղ եք հանդիպել, պարոն Վարդանով։ Երևանում, եկել էր ինձանից հարցազրույց վերցնելու։ Երբ ա եղել դա։ 19 թվականին կարծեմ, թե 20 թվականի գարնան։ Պարոն Վարդանով, վերադառնալով բանակին, ինչ կարգավիճակում է բանակը հիմա, մարտունակությունը, կազմակերպվածությունը ներքին։ Մարտունակությունը իմ կարծիքով, քանի որ հասարակությունը չի մասնակցում իր գործառույթներին
հակառակորդի դեմ պայքարին, ինքը իրան միայնակ ազգում, մարտունակությունը բարձրանում է այնքան որ իշքանով, ասում եմ, պետք է պարապի, չի պարապում, որովհետև իր իրավունքներն է պաշտպանում, հասարակությունը առավոտի ծիրիգուն այդ զինվորներին, որոնք որ թամբալություն են անում, խորհուրդներ ա տալի, ասենք ոնց անի, որ ծառայությունից խուսանավի, ասենք ծառայության մեջ գտնվելով, ինձ մի անգամ բանը Facebook-ից բերին, ռասպեչատկա բերին, ոնց են ընկերները խորհուրդ տալի զինվորին, ոնց անի, որ պարապունքի չգնա։ Ես ինչը կուլտա, 7 կուլտա, եսիմ մեկը ասում էր 7 կաթացրած ջրի մեջ խմի, տաքությունը Դե բարձրանա։ դրանք առանձին դեպքեր են, բարոն Վարդանով, Լավ է, հարցս վերաբերվում է լավ է, համակարգային Իսկ խնդիրներին։ կարող է մեր ընդհանուր հասարակությունը վատ է վերաբերվում ծառայությանը։ Իսկ պատճառը ո՞րն է, որ սկսեց վատ վերաբերվել Սկսեց ծառայությանը։ միշտ է վատ վերաբերվել։ Ով կարացել է, ասենք, երեխուն ինվալիդ է դարձրել կամ առանց անձնագրի օտար երկրում պահել է, ասենք, կիսաբոնժ վիճակում, ով կարացել է միզամուղ երեխուն 5 տարեկանից խմցնելով, որ քաշ չավելանա, դիստրոֆի կլինի 45 կիլոից քիչ, որ բանակ չտանեն, ով էլ բանը կարացել է բանը հավի բդերա սարսրած լիքը կերակրել, որ 100 կիլոից մեծ լինի, բանը, որ իրան բանակ չտանեն։ Ես օրինակ իմ շրջապատում այդպիսի մարդկանց չեմ ճանաչում, պարոն Վարդանով։ Ուրեմն մենք տարբեր Հայաստաններում ենք ապրում։ Ինձանից այդ դեպքերը թաքցնում են բնականա, որտեվ գիտեն ես ոնց եմ դրան վերաբերվում, ինչ ագրեսիվ եմ, ասենք բանանում, բայց այդ դեպքերը կան ակնհայտ են։ Պարոն Վարդանով, Եթե երեխան 100 կիլոից ավել 15 տարեկան հասակում գալիս է զբորնի պունկտ, էլ ինչ բացատրություն կա դրան։ Իրա լյարդը մեծ է, իրա ստամոքսը մեծ է, բազմաթիվ բանը պրոցեդուրաներ պետք է անցնի, որ իր ոսկրային կառուցվածքին համապատասխան քաշ Բայց ունենա։ խնդիրը միգուցե էկոլոգիան է, ոչ թե մարդիկ միտումնավոր իրենց Ինչ երեխաներին էկոլոգիա։ հաշմանդամ։ Սա հիմնարկները կանգնած են։ Ով ասում է Հայաստանում էկոլոգիան վատ է, բանա պլենա թուրքական ագիտացիայի։ Մեր մոտ փոշուց բացի, իսկ երկրներ կան փոշին ուղակի կայնացա, որտեվ այնտեղ այտենց պեյզաժն է, Պարոն բան Վարդանով, չկա, կանաչ տարածքներ չկա։ քաղցկեղներից մահացության գծով աշխարհում Որ առաջին հատվածում, տեղն է որ հատվածում, զբաղեցնում։ հա? Հայաստանը Հայաստանը աշխարհում առաջինն է քաղցկեղներից մահացության գծով, բայց սա այլ թեմա է։ Կուզենայի անդրադառնալ արևային էներգիան ինչի համար է Հայաստանում մաքսիմալ հարմար բան անել, արտադրել, գիտեք, որովհետև արևային անկյունը այս բանը մերիդիանների վրա ինքը մաքսիմալ հարմարն է, որպեսզի արևային էներգիան վերածես հոսանքի։ Կարող է նաև դրանից արևային էներգիան նպաստում է, ասենք, բանը քաղցկեղի առաջացմանը, որտեղ առաջի հերթին ռադիացիան է գալի արևից, հետո նոր լույսն է ստեղ հասնում։ Կարա դրանից ելնի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ես եմ Վարդանով։ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր ՈՄԱ-ի հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովը։ Ես Հայկա Ալոյանն եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, հաջողություն։